Մարդիկի հետ ընկերություն անելով, նա մի տարի մեծ էր տարիքով էր ինձանից, որպեսզի միասին դպրոց գնանք, ես 6 տարեկան էի, այն ժամանակ այժմյանի նման 6 տարեկանով չէին գնում, 7 տարեկանում, նույնիսկ 8 տարեկանում էին գնում դպրոց, իրենց հնարավորություններից ելնելով։ Ես որոշեցի մարդիկի հետ գնալ առաջի դասարան։ Ներկայացնեմ այն հագուստը, որ մենք ունեինք, բամբազյա շալվար, ֆինկա էր կոչվում, պայուսակը կտորից, նույնիսկ թանաքամանի տեղ չուներ, այն ժամանակ կարող է հիմա զարմանան թանաքամանը, որ նա մինչ օրս ես ունեմ այդ թանակի փոշուց, իմ տանիքում պահած, ոչ թե պահած, մնացել է թանակի փոշին, որից թանակ ենք պատրաստում և գրչով թաթակում ու գրում։ Գնացինք դպրոց, փոքր էի, ձեռս համարյա չէր բռնում, որ գրիչը վերցնեմ ու գրեմ, ձեռիցս շատ դեպքում կողքինս կամ ուսուցիչն էր բռնում և բնականաբար այդպես պետք է լիներ, իսկ իրենք տարիքով էին։ Գնացինք դպրոց, դպրոցում քանի որ փոքր էի, այնքան ակտիվություն չունեցա հենց սկզբից էլ, որովհետև տարիքը մեծ նշանակություն ունի, եթե ես ասեմ, որ այս տարի մայիսի 8-ին եղել եմ ԿԳՍՄ-ում և ներկայացրել, դա հետագայում կասեմ, որ այո, բոլոր նախարարություններում եղել եմ մայիսի, այս թվի, 24 թվի, մայիսի 8-ին ԿԳՍՄ-ում քննարկվել է և կարող եմ ասել քար անտարբերություն իմ ասածների նկատմամբ։ Վերջապես դպրոցում առաջի դասարանն էի, այդտեղից, քանի որ այդ տունը դուռ լուսամուտ չուներ, զանավեսկով էր փակվում, գնացինք, տեղափոխվեցինք Մաթևոսյանների տուն, Հաջինանց Անուշավանի, նա Բոյնում էր աշխատում, Բոյնեն մի փոքր անկյուն էր, որտեղ միս էին անում և բերում հանձնում մսավաճառներին։ Իրենց տանը մնացինք և դեռ փոքր ժամանակվանից սկսեցի ձեռքի աշխատանքներ կատարել։ Սկսեցի բացի դասը մի քիչ այնքան ինձ չէր հետաքրքրում, ինչքան որ պետք է սամագատկա սարքեի, սանկա սարքեի, սահնակ, դահուկ սարքեի և փոքր այն էլ հայրիկիցս թակում, որպեսզի չասեք ինչով ես զբաղվում, հմտություններ ունեի բավականին, 9 տարեկանում կարողացա իմ հորեղբոր տղայից սովորել կոշիկ կարել և այլ, բոլոր արհեստները ինձ հետաքրքրում էր։ Մեքենայի սարքում ինքնաթափ, փոքր նստովի սամագատկա, դահուկ էի սարքում, չմուշկների վրա սահնակ հավաքեցի, որ բոլորին կտրում անցնում էր, մի խոսքով, այն ինչ, որ լավ չէր ստացվում, ես այդ ուղղությամբ էլ չէի գնում, չէի ուզում զարգացնել իմ միտքը։ 10 տարեկանում ինձ համար ծննդիս շախմատ գնեցին, շախմատ սկսեցի խաղալ, բայց մեկից տարվեցի, այսինքն Պապյան Ալբերտից, որ հիմա լուսահոգի է դառել, մի թաղամասում էինք ապրում, և այդ շախմատը մնաց մի կողմ։ Եկավ 5-րդ, 6-րդ դասարանում ես առաջադիմություն ունեցա, բարձր առաջադիմություն, եթե հիմա վերցնեմ պորտֆելը ցույց տամ, 96 էջանոց թվաբանության տետրը սկզբից մինչև վերջ տնային աշխատանքներս կատարել եմ իսկ ուսուցիչ Մխիթարյան Անդրանիկը պապայից տեսնելով, ասում էր միակ աշակերտը, ոգեշնչեցին, սկսեցի լավ սովորել, շատ լավ սովորել, ֆիզիկա, երկրաչափություն, գծագրություն, թվաբանություն և ոնց որ առաջնայինն է։ Հետագայում մեր դասարանը ունեցավ 7 մեդալակիր ու ես էլի իմ առաջադիմությունը ընկավ ինչ պատճառով, ես սիրում էի շինարարություն, որտեղ շինարարություն էի տեսնում, կանգնում էի նայում, հետաքրքրվում, թե ոնց են կառուցում, հենց շինարարների շենքի մոտ փոքր շենքը կառուցելուց ես ժամերով կանգնել եմ նայել, թե ոնց են իրականացնում, և այդ տարին մենք ստացանք
հողամաս, տնամերձ հողամաս, որ տուն կառուցենք։ Հենց այդ էր պատճառը, որ իմ առաջադիմությունը ընկավ, որովհետև սիրում էի աշխատել, դպրոցում սովորեցնում էին արմատուրա կապել, արմանավորել, բետոն անել, մեքենագիտություն, այգեգործություն, մի խոսքով դպրոցը մյուսման դարբնոց էր, ունեինք տրակտոր, կոմբայն եւ այլը, որ աշխատանքի ուսուցման ժամանակ ունեինք ստանոկներ, որոնց վրա փայտ էինք մշակում, մետաղ էինք մշակում եւ այլը։ Այսինքն այն ժամանակ դպրոցը բավականին ավարտելուց հետո բավականին լավ առաջադիմություն ունեինք արտադրության մեջ աշխատելու համար։ Ուրեմն սկսեց իմ առաջադիմության ընկնելը, անկումը։ Ես մի քիչ հետո կարող եմ ցույց տալ այն տետրը, որը ես ասում եմ, եւ հիմա որպեսզի ուշ չնի կարող եմ ցույց տալ։ Իմ դասարանցիները կարծում էին, թե ես չեմ կարողանում սովորել, եւ հիմա այս տետրը մեր տանիքից եմ գտել։ Զարգարյան Արկադիա, սեպտեմբերի 1, 2, 3, բոլոր հիմա ես շատ բաներ, որպեսզի իմանամ 5 գնահատական, մեկ գնահատականը մինչև տետրի վերջը, հայրս ասում էր մաթեմատիկայի քոթուկ, այսինքն որ ինչքան ոգևորեցին, այնքան լավ սովորեցի, սակայն առաջադիմությունս ընկավ այն պատճառով, որ ես սիրում էի շինարարությունը ու զբաղվում էի տնայնագործությամբ։ Հայրս եւ հորեղբայր տունը արդեն պատերը դրել ենք, պետք է արմատուրա կապենք, հայրս եւ հորեղբայրս որոշում են ում գտնեն։ Այդ տարին Նորավան փողոցը բոլորը շինարարություն էին իրականացնում եւ չկար համապատասխան մասնագետներ։ Ես էլ 10-12 տարեկան տղա ասացի ես կկապեմ, ուշադրություն չդարձրին։ Գնացի մայուսակս գցեցի մի կողմ, դասգահ կապեցի, խամոտները սարքեցի, արմատուրեն սկսեցի կապել։ Եկան մարդիկ են գալի, Վալիկ ջան, ես արմատուրщիկը ով է, ես ամաչում էի, որ ասեմ, ես եմ, մեզելա պետք է բան, մի խոսքով արմատուրա, ապալով կա, հետագայում հատակները, աստիճաններ երկկողմանի, մինչ օրս մնում է 60 տարի անցել, դրսում չի փչացել աստիճանները երկկողմանի, Պոլիտեխնիկ ինստիտուտից դասախոս է եկել իմ քեռի Դաշոյի հետ մեր տուն, նայել ասելով այս աստիճանները սենց հոյակապ կապել, ասել մեր 14 տարեկան տղան, մեր Արաքսիայի տղան։ Ուրեմն ասել Պոլիտեխնիկում չկա մեկը, որ կարողանա նման տիպի հաշվարկներով աստիճան կապի երկկողմանի։ Մի խոսքով դպրոցը ավարտեցի, մի հետաքրքիր դրվագ ասեմ, դե քննությունների համար պետք է պատրաստվեի, որ քննություններ հանձնեի։ Գիրք առաջիս է, տետր առաջիս, կարդում եմ, պատրաստվում եմ, հայրս ներս մտավ ու ասեց, ձեռը դրեց ատառի վրա։ Ես սա ուզում եմ ասեմ, որ մենակ միակողմանի զուբրի տանելով դասեր սովորելը չէ, այլ մտավոր ձևով, հիմնավոր ձևով պետք է սովորես։ Ձեռը դրեց ատառի վրա ու ասաց, Արկո, այսօր տառնա, ինչ կլինի իմ վիճակը այդ 10-րդ դասարանում հայրը հեգնանքով ասի, այս տառը որն է։ Բայց միշտ ասում էր, դու ընդունակ ես, բկումս ես, ինչու չես դու կարողանալու ինստիտուտ ընդունվես։ Մի խոսքով ես զուգահեռաբար շատ էի սիրում մեխանիզացիան։ Դպրոցը ավարտեցի շատ լավ գնահատականներով, քանի որ մի քանի օր պարապեցի, սակայն ինստիտուտից մեխանիկա մեքենաշինական բաժին չկարողացա ընդունվել, կոնկուրսից դուրս մնացի եւ ինչ եկա վերադարձա տուն։ Իհարկե, այդ ժամանակ բոլոր երեխաները օգնում էին իրենց ծնողներին, տնայնագործություն, աշխատանք, հող մշակել, անասուն պահել, մենք ընտանիքով լծված էինք այդ գործին։ Վերջապես
մեր տուն եկան 3 անծանոթ մարդիկ, դու մի ասիլ դրանք Ստեփանավանից են եկել տեխնիկումից, մեկը Շարբակյան ազգանով, մեկը Ջիլամյան, եկան մեր ծնողներին համոզեցին, որպեսզի տարիքս չկորչի, տանեն Ստեփանավան ուսման։ Մերոնք համաձայնվեցին, դե ես էլ ինչ պետք է ասեի, այն ժամանակ երեխաները այդքան ինքնուրույն չէին, որ իրենց ու գլուխ պատասխաններ տային, գնացինք Ստեփանավան քննություններ հանձնեցինք եւ ընդունվեցի Զովետ տեխնիկում, անասնաբուծական բաժինը։ Արդեն էլ անելու գործ չունեմ ես, ինչով զբաղվեմ, ուրեմն մենակ դասերն է, եւ այդ դասերը պետք է սովորեմ, պատասխանեմ, իսկ մեր գիտելիքները, մեր դպրոցի աշակերտների գիտելիքները շատ բարձր էր եւ դա գնահատվում էր դասախոսների կողմից, բոլոր ոչ մի շրջանի ուսանողներ այդքան գիտակ չէին, ինչքան որ մեր շրջանի ծինացածները եւ մի բալ ավել էին գնահատում, որ դու Շամշադինից ես ու այսինչ ուսուցիչներն են պարապել, քանի որ մենք ունենք շատ հոյակապ ուսուցիչներ, այսօր ես շատ եմ մտածում, որ նման տիպի ուսուցիչներ լինեն, որպեսզի զարգանա մեր երկիրը։ Վերջապես հենց առաջի կիսամյակից գերազանցիկ դարձա, գերազանցիկ բարիս բուն իմաստով, առանց այլևայնության։ Ուրեմն սա Ստեփանավանի իմ գովասանագիրն է եւ առաջին կուրսի գնահատականները։ Ես երբեք ինձ չեմ գովացել, 10 առարկան, 15 գնահատական, 10-ներ, 3 ժամ բացակայություն, 3-ը հարգելի։ Ես էլ շնորհակալություն, իհարկե ես նամակը ստացա, ծնողներս նամակը ստացան, շնորհակալություն հայտնեցին, այդ նամակը ստացել էր Բժիշկ Զարգարյան ընտրանիկը, սխալմամբ տարել էին այնտեղ, այս Բժիշկ Զարգարյանը ասել էր Երանից ես, որ նման երեխա ունեք։ Սա PR չի, ուղղակի փաստեր են, փաստն այն է, որ բացարձակ գերազանց գնահատականներով ես ավարտեցի Զովետ ինստիտուտ տեխնիկումը։ Եկա ավարտելուց հետո, հա, իմ զուգահեռաբար ես խնդիր դրեցի, որ պետք է վարորդական տոմս ունենամ։ 120 ռուբլի էր, 60-ը նախապես վճարեցի, որովհետև այդ փողն էլ ես ստանում էի 20 ռուբլու փոխարեն 25 ռուբլի, գերազանցիկի թոշակ եւ որպես մասնագետ մեր տղաները հիմնականում Վերին Կարմիրից, Նորաշենից էին, գնում ենք մասնավոր աշխատանքի, ապալոնք էին կապում, ես էի կապում, իրանք բետոն էին լցնում եւ աշխատում ենք եւ զուգահեռաբար սովորեցի նաեւ վարորդական դպրոցը։ Այնտեղ եւս գերազանցով ավարտեցի եւ զարմանալի չթվա, որ ասեմ, գլուխ գովալ չլինի, 60 աշակերտի մեջ միակ ես եմ առաջինը տոմս ստացել նույն օրը, շաբլոնը 10-ից 10 գծել, 68-ին է, որովհետև մենք դպրոցում անցել էինք ավտոգործ, հիմա ես այս գրքերը, որ վերել եմ, դպրոցական, վարորդական գրքերն է, ես սա ներկայացրել եմ ճանապարհային ոստիկանությունում, ԿԳՍՄ-ում եւ այլ, նույնը փոխվելով ես, որ գնում եմ Երևան, բոլոր ինստանցիաները գնում եմ։ Վերջապես վարորդական տոմսը ստացա առաջինը իմ վկայականներից այդ էր ու չէի իմանում, որ հետագայում դա ինձ ավելի շատ է պետք գալու անկախության տարիներին, քան այդ դիպլոմները։ Ավարտելուց հետո եկա Բերդ։ Իհարկե պրակտիկայի ժամանակ մեքենա ընդունեցի, քանի որ շոֆեր էի, ոչ մի օր պարապ չեմ մնացել։ Եկա ինձ ուղարկեցին պիոներական ճամբար աշխատանքի տեղ չկար։ Ես չեմ ուզում մանրանամ, թե ում մոտ գնացի, ռայկոմ գնացի, եկա սովխոզում ինչ ասեցին եւ այլը, իհարկե բերեք ասեմ։ Ռայկոմից ուղարկեցին Բերդի սովխոզ։ Այնտեղ Գրիգորյան Ռուբենն էր, սովխոզի դիրեկտորը, տնօրենը։ Մեսրոպյան Անդրանիկը կուս քարտուղարը, մտել եմ բարևել
եւ ասել, որ ռայկոմից են գործուղել այդտեղ։ Գրիգորյան Ռուբենը հումորիստ մարդ էր, ասեց տղա ջան, մենք գործ չունենք, ասի բրիգադիր տվեք կաշխատեմ, ասեց բրիգադիրի տեղ չունենք անաստապայությունում, ասի վարորդ տվեք, ես սարերում վարորդ կաշխատեմ կաթ կրող մեքենայի վարորդ, ասեց տղա ջան, էդ էլ անհնար է, ասի դե լավ խորթերը տվեք, գնամ պահեմ, գերազանցով ավարտել եմ եկել, որ չկա, չնայած պարապ չէին թողելու ինձ, ասեց տղա ջան, տեսա որ կարող է ես ուրիշ ձև եմ խոսում, հորթերը տուր պահեմ, ասեց չէ, բանը կովերը տու, ասեց տղա ջան, դու կգնաս հորթերը կպահես, տենամ թե արդարացնում ես, նոր կովերը կտամ։ Վերջապես դուրս եկա կոմսոմոլի քարտուղարը ինձ գործուղեց պիոներական ճամբար աշխատանքի։ Գնացի աշխատելու, աշխատանքը որն է, երեխեք էին, ես մանկավարժական կրթություն չունեի, երկել պարել չգիտեի, ոչ մի բան, սակայն ինչը ստացվեց։ Մայրս էլ այստեղ ասեց Ղրղի Արծվաբերդի, երեխեքը շատ չար են, նրանց գրուպան չվերցնես։ Քանի որ այնտեղ ծանոթ դպրոցական աղջիկ կար 7-րդ դասարանում Մագինյան Գոհարը իմ ուսանողական ընկերների բարեկամն էր, եկավ ինձ բռնեց յախիցս, թե դու ես լինելու մեր մանկավարժը։ Դե ինչ արած, մանկավարժ դառա։ Անցավ մի քանի օր, ես տեսա, որ բոլորից լավ եմ աշխատում։ Իմ մի խոսքով այդտեղ երեխաներ այնպիսի ցուցանիշներ ապահովեցին, սպորտի, շախմատի, իմացության, եւ ես տվի ազատություն, որ գետում լողանան, գնան մորի քաղեն, ազատություն, այն ներկայիս ազատությունը հենց այդ էր, այս երեխեքը շրջապատեցին, ինձ գնում էին մորի քաղում, բերում սեղանս, լսում, ոչ մեկի ոչ մի հատիկ չէին տալի։ Մի խոսքով մարդիկ այն ժամանակ էլ չար մարդիկ կային, ասացին, որ ես տեսա, որ այդտեղ աննպատակը երկար մնալը, ասում էին, իբր ինձ հեռացնելու են։ Եկավ խարույկը վառեցինք, Միրզոյան Հրանտը, հիմա Տեր Արամի պապը, մեր տնօրենն էր այնտեղ։ Եկավ հենց խարույկը վառեցինք, բերեցին երկու գովասանագիր, առաջինը ինձ տվին, որպես լավ մանկավարժ, ազնիվ աշխատող նվիրյալ անձնավորություն։ Մի խոսքով այդ լագերի գործը պրծա, եկա, բա հիմա ինչով զբաղվեմ, մայրս ասեց, հայրս Սուի պետին, Կալանթարյան Վազգենը Չորաթան գյուղի, շատ ազդեցիկ անձնավորություններ, աշխատասեր, խիստ բնավորության, հայրիկիս ասել էր համագյուղացի ենք, բայց թող մի թղթի կտոր բերի, որ ավարտել է, թղթի կտոր, որ շինարարությունից բանը հասկանում, ինչ արած, մայրս ինձ վերցրեց, տարավ Կիրովական, նույն մեքենայով, որը ես վարում եմ, ԱՏԿ-ի մեքենա էր, 10 օր աշխատել եմ որպես վարորդ, գնացինք Կիրովական, իրանք հեռու տղեն, այդտեղ այդ տեխնիկումում դասախոս էր, տարավ իրանք տուն, գնացինք, զրուցեցինք, մի հավասարում տվեց, ասեց կարաս ես հավասարումը լուծի, սենց աչկերից առաջ կայծեր թռան, բանում Ստեփանավանում տեխնիկումում մաթեմատիկա չենք անցել, մաթեմատիկական խնդիրներ, վանում դպոցում արդեն եղածը մոռացել եմ, գլուխը թափ տվեց, որ ասաց Արաքսի ջան, մորս ասեց, չէ, ամեքս մի աշակերտ կարանք ընդունենք, են էլ ես խոստացել եմ իմ հորեղբորտանում, դուս եկա, ինչ արած, դուս եկա Կիրովականում, հեմի ուզում եմ պարապեմ, դե պարապող չկա, ինքնուրույն չեմ կարողանում պարապեմ, և հետաքրքիր պահը կգա արդեն այսուհետ հետաքրքիր պահել նոր սերնդի համար կառաջանա, որ ինձ մեթոդներով կարելի է նաև տեխնիկում ընդունվել։ Եկա փոքր աղբերս շատ լավ էր սովորում դպրոցում, Երևանում քննություն էր տվել, դուրս եկել ու ասել, ծնկանը տվել, ասել, վայ ես հավասարումը սխալ եմ լուծել։ Ու ամաչում էր, որ գա Բերդ, այն ժամանակ կտրվել ամաչելու բան էր նաև, մանավանդ ինքը լավ էր սովորում, 13 օր չեկամ, ինչքան դիմեցի շուտ արի, որ պարապես ինձ հետ մտնեմ քննության։
Տեխնիկումը իրովականի սադում այդ այգում գիծ էր։ Մի ժամանակ տեսա հյուծված օրորվելով եկավ, ասեց ջղայնացա իրեն վրան, ինչի չես շուտ գալի, ասեց կարալու ես քննություն տաս, ասեցի ոնց եմ տալու են ակատարված եմ, ստեղից էլ թող եմ գնամ էլի, ասեց կուզես տեղդ մտնեմ, ասեցի մեկ ակատարված եմ մտի, մի հատ Նեյլոն Սարոշկա ունեի ներկած կարմիր գույնի, հանեցի իրեն տվի, որ հաջորդ անգամ քննությանը երկու քննություն էր, մաթեմատիկայից և հայոց լեզվից։ Ասեցի մենակ դու 3-ից բարձր գնահատական չստանաս, չձգտես, 5-ի բանի։ Մտել հիմա մի հատ ծաղկավանից բարեկամ ունենք, նել այդտեղ ոգեր շնչում ահլա կտենակ ծավոնց է քննություն տալու, կտենակ ինչ է եղանակ աստեղծում, մենք ասում ենք հենց անենք, որ ոչ մեկը չի մանա, Եղիազարյան էր դիրեկտորի ազգը անձամբ ինքը նայում էր զաչոտնիկին, դրանը կանգնած ու մեկ թողում։ Մտավ 2 ժամա դուրս չի գալի, համի ես ինչ վիճակի կլնեմ, անհարմար դրության մեջ եմ, հանկարծ մի բան չկատարվի, վերջապես դուրս եկավ 2 ժամ հետո ջղայնացած դեպի ներքև գնում, կանգնի տենամ ինչ ա եղել, կանգնի, դրանց հերգնալից ասեց 5 չդրին 4 են նշանակել, վայ արասեցի իմ տունը քանդեցիք, ոնց թե ես հետագայում մաթեմատիկային ասելու, ոնց պետք է պատասխան տամ դրա, այդ նույն դասախոսին։ Վերջապես գիրովական հրապարակ չհասած պոլիտեխնիկի հայտարարության մեջ կար երեկոյան բաժնում շինարական բաժին, երեկոյան բաժնում։ Ասի արամ թղթերդ բերել ես թե ասեցի հանձնելու եմ, թե ոնց ես հանձնելու, պետք է որ աշխատանք ունենաս, երեկոյան բաժնում պետք է աշխատանք ունենաս, որ նոր ընդունեն։ Ասեցի քո գործը չի, ինչ կանեմ։ Թղթերը վերցրին առավոտը գիշերով գնացի իմ քերով հետ սովորած մի հատ Ալեքսան կար, Թումայան Ալեքսան, իրար հետ պար դպրոց էին ավարտել, ես չէի տեսել, այդ պոլիտեխնիկում ինքը դասախոս էր, լսել էի որը տեղա։ Առավոտը գնացի, պահակին ասի, հենց Ալեքսանը գա, իմ ցույց կտակ։ Մի պահ կանչեց այդ պահակ ասեց ինքնա, մոտիկաց ասեցի Խաչատրյան Դարչոյի քրոջ տղան եմ, այս թղթերը մենակ խնդրում եմ, եթե հնարավոր ընդունել տակ, ուրիշ բան չեմ խնդրում, քննություն բանը պետք չի։ Նայեց գնահատականները, վայ շատ լավ գնահատականները այն կողմից բերեք, դրսի կողմից էր մուտքը թղթերը վերցնում էին, վերջապես թղթերը վերցրին, նա սկսեց քննություն տալը, ես էլ հայերենը քննություն տվի 2-4-ով բացարձակ, ուրիշները 3-ով, ես 2 քննությունով, 2-4-ով ընդունվեցի շինարական տեխնիկում։ Հենց առաջի իսկ կուրսից ես աչքի ընկա իմ գիտելիքներով, իմ պատրաստվածությամբ և հետո ասեմ, մի խոսքով չերկարացնեմ, կարմիր դիպլոմով եմ այդ էլ ավարտել և Հայրապետյան Արշակը դասախոսը այն ժամանակ ձերքի հեռախոսներ որ չկար, հեռախոսով խոսել էր իմ բարեկամ իրեն քեռու տղայի հետ, այդ դասախոսի, որ այս բանը կհաղորդես Սարգոյին։ Գալիս է, ասում է, տեսնես ինչ կթքեմ իմ երեսին էլի, սա ով այմանամ, ինչ վիճակա, հենց դուրը բացում է գծագրության, ուսուցիչը բացում է, թե Զարգարյան Արկոյին մի րոպե կարելի է, վայ ասում է, մեր ամենալավ աշակ է ուսանողին, իրոք ես գծագրություն շատ լավ էի իմանում, մնացած առարկաներն էլ ձգտում էի, իմ ինչ հայլոց ասեմ, ես չեմ ցանկացել, որ գերազանցիկ լինել այդտեղ, քանի որ գերազանցիկներին ինչ-որ մի տեղ նախանձում էին, օրինակ Ստեփանավանում մի հատ Պիճոյան կորին ջավախքից, իրենց լեզվով ասում էր ինչ կորին, այն օր 5 կնշանակեք, ինձի 3, ջղայնացնում դասախոսներին եւ այլն։ Ես չեմ ցանկացել, որ գերազանցիկ լինեմ, բայց ստիպված, այսինքն ստացվել է, ես ոնց հրաժարվեմ դրանից։ Եկավ առաջի կուրսը ավարտեցինք, եղբայրս մնում է, և ինչ պետք է անեի, որ ես
իմ ծնողներին շատ նեղություն չտայի ֆինանսների տեսակետից։ Քանի որ վարորդական տոմս ունեի, երրորդ կարգ, գնացի աշխատանք փնտրելու։ 16 օր հետո ես գնացի կոմունալի գարաժը, տենց ասեմ, ավտոպարկը, հատուկ մասնակցված տնտեսություն էր կոչվում, ասի կարող եմ վարորդ աշխատել։ Բերեցին մի մեքենա, որը փողոց ավլում, գասի 51 էր եւ այլը, մեխանիկը տակտիչնի, որպեսզի իմ ունակությունները ստուգի, ասեց գնանք մի խանութ։ Նստեցինք մի երկու տեղ քշել տվեց, եկան գարաժում կանգնեցինք, ինժեները Տավարատյաններ ազգը, ասեց ո՞նց է, ասեց չէ շատ լավ է, փոսերը չի գցում, այսինքն մեր գարաժում շատ ադրբեջանցիներ էին, փոսերը չգցում, ուրեմն անմիջապես ինձ տվին ամենաընտիր նոր մեքենան։ Ես այսօր պարզ ասում եմ, խոսում եմ, չեմ ամաչում, բայց ինչ որ միտեղ կարող ամաչեի, երբ դասարանցիներ էին տեսնում, ղեկին նստած, այսօր Աթոյան Սամվելը գիտի, Մելիքյան հրայրը մահացել է, Սևոն իրան եղբայր է, նորն ասում են ինչ է իրանում դենց, արագ էր քշում, աղբատար մեքենա, լծակներով, 4 արկղը մի կողմ, 4 արկղը մի կողմ, եւ աշխատում էի ամենալավը, պատվո տախտակին իմ նկարը փակցրին։ Իհարկե, որպեսզի շատ չասեմ, վերջում 3 տարվա մեջ միայն ինձ են ընդունել ուսակցական անդամության տեխնացու։ Շարունակ եմ բանը, միտքս, ուրեմն եղբայրս եկավ, ասեց մի տղա ունենք մեր կուրսում պոլիտեխնիկի, որ համ զովետ է սովորում, համ ինստիտուտ։ Ես էլ մտքիս հետևից ընկա, տեսա այդ պահին մի նախկին ուսանողներից մեկը, որ հազիվ 3 էր ստանում զովետ տեխնիկումում, ընդունվել է Կիրովականի մանկավարժականը։ Այ մարդ, նա չէր կարում 2 բառ ասել իրար հետևից, հիմի պատմական բաժինն ընդունվել, բա իմ նմանը այս ոնց թե քիմիայից պետք է մի առարկա քննություն տայի, եթե 5 էի ստանում, պետք է ընդունվեի ինստիտուտ։ Մեկը միջնորդեց գնացինք, տեսա անիմաստ է միջնորդելը, անիմաստ բան է, եկա քիմիայի տետրեր ճարեցինք, եղբայրս գնաց Ծաղկավանցի Ծատուրյան մի հատ աղջիկ, դպրոցի տնօրենի աղջիկն էր, ես չեմ տեսել, գրքերը բերեց, քիմիայի բաժնում էր նա սովորում, սկսեցի զուբրիտ անել, ոնց որ հիմա աղջիկներն են ավտոդպրոցում զուբրիտ անում, գնում տոմս անում մի ամսվա մեջ, սկսեցի զուբրիտ անել։ Գնացի հյուրանոցում Երևան մի տեղ վեկալա մի օրվա, քանի որ այդ մի օրը պետք է մնայի, թե հայա, թե արչեյա, ընդունվեի, թե չընդունվեի, վերջապես գնացի հավաքված ենք երեկոյան ժամը 6-ին, դեկտեմբերի 25-ն է, ցուրտ, ձմեռ, երեկոյանը սկսել են քննություններ ընդունել։ Այդտեղ որ խոսում ենք հարց ու պատասխանում, տեսա որ ես ավելի շատ բան գիտեմ, քան այդ մնացածը։ Մի հատ աղջիկ կար, տեսան այլ լավ հասկան, միասին մտանք քննության, որ մեկս մյուսի օգնենք։ Մտանք քննության, դեմս նստած, դասախոսական կազման տեղ, 3 հարցը լրիվ գիտեի։ 4-րդը իրան հարցերի ինքը գրեց տվեց ինձ։ Ես էլ մի հարց իրան օգնեցի ու մտա քննության։ Գիշերվա ժամը 1-ը։ Մտել եմ քննության, Հասրաքյանը քիմիայի դասախոս, հարցեր են տալի, էլ չեմ երկարացնում, անմիջապես ինչ գիտեմ, ասում եմ, իբր թե լրիվ գիտեմ, այդ փորձ ունեմ, քանի որ 2 տեխնիկում եմ սովորել, արդեն ես ռիսկով։ Եկա, դուրս եկա, մի պահ, մեկը դուրս եկա, թե 2 գերազանցիկ էինք, թե գերազանցիկները չսպասեն։ Պանուզա տվեց ու ասեց 2-ն էլ ընդունված եք։ Ասի հա, թե հա, ասում եք քո հարցով 4-րդ հարցը որ չէիր պատասխանել, հետո կոմիսիան պետք է քեզ քններ, որ կարմիր դիպլոմով ես եկել ու պետք է ընդունվես։ Տեսել են որ հա, այդ բանը արտագրեցի ես, այդ աղջկա ձեռագրովը, իմ ձեռագրովը արտագրեցի 4-րդ հարցը, տեսել են որ 4-րդ հարցն էլ պատասխանը կա, էլ կարիք չկա ուրեմն կանչելու։ Ընդունվեցի ինստիտուտ։
Ընդունվեցի հիմա շինարական տեխնիկումում սովորում եմ, վարորդական ինձ ուղարկեցին երկրորդ կարգ գործի տեղից, սովորում եմ եւ շինարական տեխնիկում, եւ ավտոդպրոց, եւ ինստիտուտ, ու հետն էլ աշխատում, զուգահեռաբար բոլորը համատեղելով միասին աշխատում եմ, ու ես առույգ եմ ինձ զգում, վատ չեմ զգում, աշխատում եմ, բայց այնքան էլ հեշտ չէր, աղբատար մեքենաները դուրս էին գալիս գարաժից ժամը առավոտյան ժամը 5-ին դեռ մութ, այնտեղից գալիս էի ժամը 1-ին մոտորապես 4 ծռես առած, գալիս էի տեսնում դեռ իմ եղբայրը քնած է, նա մի տեսակ գլխացավ ուներ, թե որ չէր աշխատում եւ այլը, շատ լավ էր սովորում, սակայն չէր աշխատում, ես էլ չէի ուզում աշխատածս փողերը բերում էի իրեն տալի, ասեմ, նպատակ ունեինք մի հատ վեվ պրիոմնիկ առնելու եւ ամեն ամսվա փողից աշխատավարձից 5 ռուբլի դնում էինք օդանցքում, որպեսզի վեվ պրիոմնիկ վերցնենք։ Վերջապես ինստիտուտ, տեխնիկում, ավտոդպրոց, աշխատանք կարողացել եմ համատեղել։ Օրվա մեջ կարող է ես ամենաշատը քնեի 3 ժամ, 2 ժամ, մի անգամ ավտոտեսուչ ինձ կանգնացրեց առավոտյան, ոտից վրա չէի կարող կանգնած մնամ, ասեց խմած ես։ Վերջապես գնացինք մեր ավտոգարաժ, ասի խմած չեմ, թե ոտից վրա չես կարող կանգնես, մի ժամ չէի քնել։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, այն ժամանակ հնարավոր էր եւ աշխատեիր, եւ սովորեիր, եւ դիպլոմ ձեռք բերեիր։